Վայոք, նայիր սրան։ Հրաշանի է։ Դες ինչքան արմատ է տմել։ Այսօր քեզ ցույց եմ տալու, թե ինչպես կարելի է կլոնավորել կիտրոնենիներ, ավոկադոներ, խնձորենիներ ու շատ այլ պտղատու ծառեր օգտագործելով ընդամենը մի պլաստիկ շիշ, պերլիտ եւ մի համակարգ, որը գրեթե ինքն իրեն է ջրվում։ Ամենալավն այն է, որ սի գրեթե անվճար է ու կարող ես հենց հիմա տանը փորձել։ Երբ տեսնես, թե ինչքան հեշտ է, քեզ հարց կտաս ինչու նախկինում չես փորձել։ Եկեք սկսենք հենց հիմա։ Առաջին հերթին պետք է վերցնենք պլաստիկ շիշ։ Չի կարևոր, թե ինչ չափի է։ Ես օգտագործելու եմ սա, բայց կարող ես գրեթե ցանկացածը վերցնել։ Հիմա շշի կողքից մոտավորապես 2.5 սանտիմետր բարձրության վրա, այսինքն մոտ 1 դյում, մի փոքր անցք ենք բացելու։ Ու ուշադրություն դարձրեք, որովհետև այս անցքը ամբողջ համակարգի հիմնական բանալիներից մեկն է։ Եվ դա սենց ենք ալու։ Հիմա կտրում ենք շշի վերին մասը, պետք չէ որ իդեալական լինի, որովհետև մի քիչ հետո այն օգտագործելու ենք մեր փոքրիկ ջերմոցը ստեղծելու համար։ Կարևորն այն է, որ պահենք այդ մասը։ Հաջորդը մի փոքր բամբակ ենք դնելու։ Շատ պետք չէ։ Պարզապես ուզում ենք, որ պերլիտը չկարողանա դուրս գալ անցքից։ Մինչ դեցնում եմ, ուզում եմ բացատրել, թե ինչու եմ այս նյութը այդքան շատ սիրում։ Շատ կտրոններ ձախողվում են շատ պարզ պատճառով, կամ չորանում են, կամ էլ փտում։ Իսկ պերլիտը շատ է օգնում երկու խնդիրներ խուսափելու համար, որովհետև պահպանում է խոնավությունը, բայց միաժամանակ շատ օդ է թողնում։ Տեստը ինչպես է ստացվում։ Ստորին հատվածում կունենանք ջրի պահեստ, իսկ հենց վերևում պերլիտը կգործի որպես մի կեսակ կամուրջ, աստիճանաբար փոխանցելով խոնավությունը։ Պարզ ասած, ջուրը ինքն իրեն կբարձրանա կապիլարության միջոցով։ Դա նշանակում է, որ կտրոնների շուրջը միշտ խոնավություն կլինի առանց անընդհատ ջրելու անհրաժեշտության։ Հիմա անցնում ենք տեսանյութի գլխավոր հերոսներին։ Այս դեպքում ես օգտագործելու եմ 1 կտրոն կիտրոնենուց, 1 ավոկադոից եւ 1 խնձորենուց։ Ես ընտրել եմ այս 3 տեսակները, որովհետև դրանք ներկայացնում են տարբեր իրավիճակներ։ Կիտրոնենին սովորաբար բավականին լավ է արձագանքում։ Խնձորենին արդեն մի փոքր ավելի բարդ է, իսկ ավոկադոն այն պտղատու ծառերից է, որ շատերը համարում են դժվար։ Հենց այդ պատճառով են ինձ դուր է գալիս դրանք միասին ցույց տալ։ Առաջինը պետք է կատարել մաքուր կտրվածք։ Պետք չէ անել ոչ մի տարօրինակ բան։ Մաքուր կտրվածքն ու լավ սրված գործիքը սովորաբար ավելի կարևոր են, քան ինտերնետում տեսած շատ հնարքներ։ Հետո պետք է հեռացնենք ստորին տերևները։ Հիշիր, որ մենք դեռ արմատներ չունենք եւ չենք ուզում, որ բույսը այս առաջին օրերին ավելորդ ջուր կորցնի։ Հիմա պատրաստելու ենք կտրոնի հիմքը։ Ես մի քիչ ալոե վերա եմ քսելու անմիջապես կտրված հատվածին։ Ալոե վերան պարունակում է բնական միացություններ, որոնք օգնում են այս հատվածը խոնավ պահել եւ միաժամանակ ապահովում են նյութեր, որոնք կարող են հետաքրքիր լինել արմատակալման առաջին փուլերում։ Երբ էս ալոե վերայի շերտը քսված է, կտրվածքի վրա մի քիչ աղացած դարչին ենք ավելացնելու։ Այսպես մենք լրացուցիչ պաշտպանություն ենք ստեղծում սնկերի դեմ, ինչը հատկապես կարևոր է, երբ աշխատում ենք բարձր խոնավությամբ միջավայրում, ինչպես այսօր պատրաստվում ենք անել։ Երբ սա արդեն արել ենք, հիմա ժամանակն է համակարգը խոնավացնել։ Դրա համար մենք ջրելու ենք պերլիտը եւ լցնելու ենք ներքևի տարան, որը ստեղծել ենք շշի մեջ։ Շատ պարզ է, պարզապես ջուրը քիչ-քիչ ավելացնում ենք, մինչև տեսնենք, որ այն սկսում է դուրս գալ կողքի անցքից, որը սկզբում արեցինք։ Եվ երբ արդեն համակարգի ներսում համապատասխան խոնավություն ունենք, ժամանակն է հատումները տեղադրել։ Շատ հեշտ է։ Պարզապես մենք դրանք նրբորեն մտցնում ենք պերլիտի մեջ այնքան, որ հատման հիմքը մոտավորապես լինի այն կողային անցքի բարձրության վրա, որը նախկինում արեցինք։ Անհրաժեշտ չէ շատ խոր թաղել դրանք։ Կարևորն այն է, որ դրանք լավ ամրացված լինեն եւ բավականաչափ շփում ունենան պերլիտի հետ, որպեսզի կարողանան օգտագործել ամբողջ խոնավությունը, որը կբարձրանա կապիլարությամբ։ Հիշում ես այն շշի վերին մասը, որը կտրեցինք ավելի վաղ եւ ասացինք, որ այն մեզ պետք կգա մինի ջերմոց ստեղծելու համար։ Դե մինչև փակելը շատ կարևոր քայլ ենք անելու։ Մենք պատրաստելու ենք բնական սնկասպան, որը չափազանց հեշտ է պատրաստել, էկոլոգիական է, տնտեսող եւ շատ արդյունավետ օգնելու համար կանխել սնկերի առաջացումը առաջին շաբաթների ընթացքում, որոնք սովորաբար ամբողջ գործընթացի ամենանուրբ շրջանն են։
Այն պատրաստելու համար օգտագործելու ենք 1 լիտր ջուր կամ մոտավորապես 1/4 գալոն, ինչպես նաև մի փոքրիկ պտղուն ծաղացած դարչին։ Ավելացնում ենք դարչինը ջրի մեջ եւ լավ խառնում խառնուրդը։ Այնուհետև այն պետք է զտենք, օգտագործելով սուրճի զտիչ կամ պարզապես բարակ կտորի մի կտոր։ Այս քայլը կարևոր է, որովհետև հետո խառնուրդը լցնելու ենք ցողիչի մեջ եւ չենք ուզում, որ դարչինի որևէ մնացորդ կարողանա խցանել այն։ Զտելուց հետո լցնում ենք այն ցողիչի մեջ եւ թեթևակի ցողում ենք թե կտրոնների, թե շշի ներսի մակերեսի վրա։ Անհրաժեշտ չի ամեն ինչ ամբողջությամբ թրջել։ Պարզապես ուզում ենք ստեղծել պաշտպանիչ շերտ, որը կօգնի նվազագույնի հասցնել սնկերի առաջացումը արմատավորման գործընթացի ընթացքում։ Եվ հիմա, երբ սա արդեն արեցինք, դնում ենք շշի վերին մասը, երբ տեղադրենք, մեր համակարգը լիովին պատրաստ է եւ ամբողջությամբ աշխատունակ։ Հիմա պարզապես պետք է այն տեղադրենք համապատասխան վայրում, որպեսզի կտրոնը առաջիկա շաբաթների ընթացքում ունենա հնարավորինս լավագույն պայմանները, իդեալական է այն տեղադրել մի վայրում, որտեղ շատ լույս է ստանում, բայց միշտ անուղղակի լույս։ Չենք ուզում, որ ուղիղ արևի ճառագայթներ ընկնեն, որովհետև շշի ներսը կարող է չափազանց տաքանալ եւ վնասել արմատավորման գործընթացը։ Եվ հիմա պատկերացրու մի պահ, թե քանի պտղատու ծառ կարող ենք ստանալ բոլոր այն նետումներից, որ պարբերաբար անում ենք։ Իրականում զարմանալի է, թե որքան շատ բան կարելի է օգտագործել, եւ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես պետք է պահպանենք համակարգը։ Եվ հիմա անցնենք խնամքին, որը հավանաբար այս համակարգի լավագույն մասերից մեկն է, որովհետև չափազանց պարզ է։ Յուրաքանչյուր 2 կամ 3 օրը մեկ բացելու ենք շշի վերին մասը եւ թեթևակի ցողելու ենք նախապես պատրաստած դարչինի բնական սնկասպանով։ Անհրաժեշտ չէ կտրատված ջուղերը կամ պերլիտը ամբողջությամբ թրջել։ Պարզապես ուզում ենք այս առաջին շաբաթների ընթացքում ապահովել փոքրիկ պաշտպանություն սնկերի դեմ։ Նույնպես կօգտվենք առիթից ստուգելու ջրի մակարդակը պահեստում։ Սովորաբար դեռ ջուր կմնա, որովհետև օգտագործումը շատ քիչ է լինում, բայց եթե նկատենք, որ ջուրը վերջացել է, պարզապես մի քիչ էլ կավելացնենք, մինչև տեսնենք, որ այն նորից դուրս է գալիս կողքի անցքից, որը սկզբում արեցինք։ Այդ պահին դադարում ենք ջուր ավելացնել, վերադառնում ենք շշի վերին մասը տեղադրել եւ ամեն ինչ թողնում ենք ճիշտ այնպես, ինչպես կար, ու վերջ։ Իրականում այս համակարգը մեծ խնամք չի պահանջում։ Ամենակարևորը խոնավությունը պահպանելն է, ուղիղ արևի ճառագայթներից խուսափելը եւ ամենից շատ համբերություն ունենալը։ Եվ հիմա գալիս է այն մասը, որին բոլորը սպասում էին իմանալ արդյոք սա իսկապես աշխատում է թե ոչ։ Դե ինչ, արդեն անցել է 5 շաբաթ եւ եկել է արդյունքները տեսնելու պահը։ Եվ անկեղծ ասած, տես ինչ խելահեղ բան է։ Տես, ինչքան արմատներ են հայտնվել։ Եվ ոչ միայն դա, նայիր նաեւ նոր ծիլերին, որոնք սկսում են զարգանալ։ Դա հիանալի նշան է, որովհետև ցույց է տալիս, որ կտրոնը ճիշտ է հարմարվում եւ ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես պետք է։ Տես, ինչքան սպիտակ եւ առողջ արմատներ է զարգացրել այսքան կարճ ժամանակում։ Եվ հիշիր, որ այս ամենը սկսվեց ընդամենը մի պարզ պլաստիկ շշից, պերլիտից, ջրից եւ մի փոքր համբերությունից։ Երբ արդեն այսքան արմատներ ունենք, կարող ենք այն փոխադրել ծաղկաման, որպեսզի շարունակի նորմալ աճել։ Եվ հիմա ես նույնպես կցանկանայի, որ գրես որ երկրից ես ինձ դիտում եւ որ բույսով կամ պտղատուհով ես պատրաստվում փորձել ես համակարգը։ Եվ եթե ճանաչում ես ինչ-որ մեկին, ով բույսերը նույնքան սիրում է, որքան դու, կիսվիր այս տեսանյութով այդ մարդու հետ, որովհետև վստահ եմ, որ դա նրան շատ կօգնի։ Եվ եթե դեռ բաժանորդագրված չես ալիքին, բաժանորդագրվիր եւ մի մոռացիր դնել լավ լայք, որովհետեւ այդ փոքրիկ քայլով շատ ես օգնում, որ այս բովանդակությունը հասնի ավելի շատ մարդկանց եւ մենք կարողանանք շարունակել այսպիսի տեխնիկաներ կիսվել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այգեգործության սիրահարների հետ։ Ուրեմն շատ շնորհակալություն, որ հասար մինչև այստեղ եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։